Կապանի Հունան Ավետիսյան փողոցի մեկի աշենքի բակի երեխաները պատահաբար նկատելով մեր նկարահանող խմբին մոտեցան մեզ ու ցանկացան ներկայացնել իրենց խնդիրները։ Առաջին հայացքից երեխայական չարաճճիություն կամ հետաքրքրություն թվացող երեխաների այս քայլը պարկյաններ հետո պիտի պարզ դառնար, որ ավելի քան լուրջ էր։ Խնդիրներն այստեղ իրոք բազմաթիվ են, լուծման տարբերակները չնշմարվող։ Հու այսպես մամաշին ստը կղնսնում է, սաղ կեղտ ու տա մետ կամ չմաքրում։ Մսավաճառները պերում զբիլերը թափում պեն, զբիլի առաջ, այրունը պենը, հետո ճանջեր հվակվում ունի ինտերնետները պեն։ Քաղաքի ամենակենտրոնում գտնվող Կապանի առաջին 9 հարկանի շենքի բակն ավելի քան քաղաքի ամենածայրամասում գտնվող մեկ այլ շենքի բակ անմխիթար է, երեխաների ու ծերերի համար անհարմարավետ, մուտքերն էլ անցորդների համար երբեմն ծառայում են որպես պետքարաններ։ Մուտքերը սարքել են զուգարան, ով ինչ ուզում գալիս է անում, կարծես իրենց շքամուտ կլինի։ Չի կարելի, պետք է մաքուր պահել դրա համար։ Հենց քաղաքի կենտրոնում գտնվելն ու խանութներով շրջափակված լինելն է բազմաթիվ խնդիրներ ստեղծում այստեղ։ Իրանց խանութների աղբը բերում են էստեն թափում։ Այս աղբանոցները փակեին, մենակ շենքին թույլատրվեր։ Շրջափակված խանութներով, բազմաթիվ տաքսիներով, վարձավիրանոցներով ու արհեստանոցներով այս շենքի բակի մի քանի տասնյակի հասնող երեխաների խաղալու իրավունքը պարզապես ոտնահարվում է։ Մեր շենքն է, չէ՞, լուելի առաջ կամ վեգայի առաջ ուզում եք խաղան, ոչ մեկ չի թողում, ջղայնանում են, մեզ ընտեզ լարում են։ Դաշտում է պապիկներն են կյամ նստում, բիսետկում թողում չխանիկ, բուտկեք պեն, ասում են, թողում պեն թխեմակ բուտկեքին։ Ես 70, ես մարդի 90 տարեկան եմ, մարդ 80 տարեկան, ես գալիս եմ ստե իմ հաճուկի 2 րոպե հանգիստ անցկացնեմ, ինքը գալու է ինչ անի, սեղանի վրա բարի, ես են իրանք, են է իրաց խաղա հրապարակը, տեղը տվեք, թող գան սարքեն ապրեն, հրապարակա թող գնանց հրապարակը, եթե ես տեսնեմ, ձեզ չեմ թողնելու, այ միկվանից ասում եմ, էստեղ չեք հա, ողոքեք թող գան ձեզ մարտեղ սարքեն գնացեք, հավաքվեք դրոշակ վերցեք գնացեք քաղաքապետարանը, հեռու չէ, թող գան ձեզ համար մի հատ պլաշատկա սարքեն։ Խաղալու միակ այն էլ խիստ սահմանափակ վայրը մնում է երբեմնի լողավազանը։ Բակի անհրապույր տեսքից ու բազմաթիվ անհարմարություններից փոքրերից ոչ պակաս դժգոհ են մեծերը։ Կոմունիստների վաղտը արգելված են, 100 մետր կանգառը արգելված են։ Տաքսիստները երենկալալ են, սեփական տաքսիստները երենկալալ այդ զնակը հանա շպարտալ տեն, այս ամբողջ հայացը ցեստի տաքսիներն մարդիկ քնում են են գային կալիս հանցկենում 3 ռադո սենս մաշիները կաղնած են կալիսին մտնում ստեղ բավարար տալիս քնում ես հայատում երեխեքը ասում երեխեքը կարում շուն դժարժվի քանի մարդ ունի արդեն մաշինա թխած շենքը եղել է երկու կողմանի պատիժ այսինքն մուտքն էլի դրսից էլ ստակյան բայց ակալ իրանց համար սեփական խանութներ սարքած Բակի տհաճ տեսքին լրացնելու են գալիս չօգտագործվող փայտե շինությունները, որոնք Արկադի պապի խոսքով իրենց բակը դարձնում են իսկական Հանցա թորքի պեննի, քոչնի, թորքի քոչի նման է։ Բայց մտնում եք լուբույ հայատ քեպսկեմ է, կայարանի հայատն է մտնում քեպսկերս է։ Կեմստես զվում։ Մեզ գարաժներից մինն էլ իմն է։ Եթե այս գարաժները կանցին, ճիշտ էլ կան։ Առանց այնա տեղ չկա։ Երեխեքը ասում ու երեխեքը ոչ դեղ են կարում, ոչ դեղ։ Դեղ քինին գելու մաշին տակ։ Այս խնդիրները այն էլ ոչ մեկ անգամ ներկայացրել են համապատասխան մարմիններին, լսել խոստումներ, ինչքան սիրտդ կուզի։ Հրավիրել ենք մարզպետ, քաղաքապետ, կոմբինատի նախկին դիրեկտոր, այն ընտրական կամպանիայում սարեր են խոստացել, բայց թուփել չի եկել, այդ սարերը մի հատ բլուրել չի եղել։ Այս բակի բազմաթիվ խնդիրների մասին փորձեցինք բարձրաձայնել, սակայն բակի լիարժեք կոլորիտը զգալու համար տիրող գարշահոտը բարեբախտաբար չենք կարող փոխանցել։ Գայանե Բալայան, Մհեր Էլիազյան, Սյունիք Օնլայն։